Տեսեք, դուք գնումների մասին օրենքին փոփոխություն եք անում եւ տեխնիկական բնութագրի բաժնում անում եք այն դրույթները, իբրև թե հեշտացնում եք, բարելավում եք նորմը, բայց այդտեղ նաեւ մոռանալը, որ կոնկրետ այդ փոփոխության արդյունքում հղում է իրականացվելու կոնկրետ գնման առարկային։ Այսինքն, եթե նախկինում կարգավորումները այնպես էր, որ մոտավորապես, բայց այս դեպքում կոնկրետ հղում եք տալու դուք գնվող առարկային եւ այդտեղ կոռուպցիոն ռիսկներ կան։ Ես այդպես եմ դիտում։ Եվ երկրորդը գաղտնիք չի, որ գնումների մասին օրենքը հստակ կա ֆինանսական շեմ, որտեղից ինչ գնման եղանակով պետք է գնումը կատարվեն, եւ իբրև հրատապ գնման անվան տակ այս երկրում բազմաթիվ գնումների 80%-ը գնվում է մեկ աղբյուր կամ հրատապ գնման ուղիղ պայմանագրով։ Ինչ կարգավորումներ եք բերել, որպեսզի փորձեք ի սկզբանե դրիստները կանխել, այլ հետևի չգնաք դուք դրա։ Դուք այդ դրիստները պետք է գնումների մասին օրենքով կարգավորեք, որպեսզի կարողանաք այդ խնդիրը լուծել։ Եվ տեխնիկական բնութագիր կազմելուց հիմա էլ է կարգավորում այդ խնդիրը։ Հստակ անուն, ապրանք կամ գեոդեզիան պարտավոր է սկզբան իրականացնել, տնել նախագծանախաշվային փաստաթղթերի փաթեթում եւ իրականացնել այդ ամեն ինչը։ Իմ խորին համոզմամբ դուք այդտեղ թողնում եք լուսանցներ, որտեղ ավելի հեշտ է մտնել եւ այդտեղ կոռուպցիոն ռիսկներ կան։ Եթե ինչ-որ բան չասեցի, կարող եք դուք պարզաբանել, որտեղ ես կարճ ձեր զեկույցի ընթացքում չկարողացա ես հասկանալ, բայց ձեր ասածով հասկացա, որ անում եք այդտեղ հղում եք տալու կոնկրետ գնման առարկային։ Շնորհակալ եմ։